Իրանական պատերազմի թեման կքննարկենք վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ, նա արդեն տաղավարում է, բարի երեկո Սաթենիկ։ Փաստորեն Միացյալ Նահանգները առավոտյան թիրախավորեց իրանական Խարկ կղզին, բոլոր ռազմական թիրախները ոչնչացնելով, ինչով է կարևոր այս կղզին, որ դառնում է ռազմական թիրախ։ Խարկ կղզին կարելի ասել համարվում է Իրանի նավթային սիրտը եւ այստեղ է կենտրոնացած նավթային մշակման շուրջ 90%-ը։ Այստեղից հիմնականում նավթը արտահանվում է Չինաստան Իրանից։ Իրականում Խարկ կղզու տարածքը փոքր է, մոտ 8 կիլոմետր երկարությամբ եւ գտնում է իրանական սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա, բնակչությունը եւս թվով շատ չէ։ Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների այս հատվածը Խարկ կղզու ռազմական օբյեկտներին նախազգուշացում էր իրանական կողմին, որ հաջորդը կլինեն Խարկ կղզու նավթային օբյեկտները։ Փաստորեն այս էսկալացիան մերձավոր արևելյան հավակնում է դառնալ նավթային պատերազմ։ Մենք հաճախ ենք լսում նաև Հորմուզի նեղուցի մասին, իրանական կողմը փակում է նեղուցը, ամերիկյան կողմը պահանջում է բաց պահել։ Այ Հորմուզի նեղուցի կարևորությունը նավթի համաշխարհային շուկայում ինչպիսին է։ Լարա, Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային տնտեսության չեքփոինտներից մեկը եւ այստեղով է անցնում, կարելի ասել նավթի, հեղուկ գազի արտահանման շուրջ 20%-ը համաշխարհային շուկայի մասին է խոսքը։ Եվ այս ծոցի երկրների ամենակարևոր ելքն է դեպի համաշխարհային շուկա։ Ընդ որում Լարա արևմտյան մամուլը նշում էր, որ իրանական կողմն է փակել Հորմուզի նեղուցը, սակայն պաշտոնական Թեհրանը հերքում է, նշելով, որ նեղուցը փակվել է բնական ճանապարհով եւ պատերազմական դրությունից ելնելով երթևեկություն ծովային տեղու չի ունենում։ Թեպետ նրանք նաեւ նշում են, որ իրենք համագործակցությունը շարունակում են իրենց համագործակցող երկրների հետ։ Իդեպ 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակ իրանական խորհրդարանը որոշում կայացրեց փակել Հորմուզի նեղուցը եւ լիազորեց զինված ուժերին, սակայն մինչ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կստորագրեր այդ որոշումը, պատերազմն ավարտվեց։ Իդեպ մի կարևոր հանգամանք, նեղուցի մի հատվածը գտնվում է Օմանի վերահսկողության տակ, ուստի ծովային երթևեկությունը կարելի է իրականացնել նաեւ Օմանի ջրերով, շրջանցելով Իրանը, հանրապես հասկացա։ Եվ այս ամենի ֆոնին համաշխարհային շուկայում նավթի գները շարունակ աճում են։ Այո, դարձել են իդեպ նավթի 1 բարելի գինը հասել է $100։ Այս ընթացքում իհարկե գինը մի պահ նվազեց, երբ Թրամփը հայտարարեց, որ պատերազմը շուտով կավարտվի, սակայն ինչպես տեսանք այդպես չեղավ եւ գները կարող են հետագայում նույնիսկ ավելի բարձրանալ։ Այս ընթացքում նավթի գինը աճել է մոտ 40%-ով։ Բրիտանական The Guardian-ի երեկվա տվյալով շուրջ 1000 բեռնատար նավ, հիմնականում նավթի եւ գազի տանկերներ չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով իրենց նախասահմանված հատվածները։ Իդեպ նշում են մասնագետները, որ նմանատիպ նախատիպ նույնիսկ 1950 թվականին, երբ ճգնաժամ էր եղել, այս չափի չէր պատահել։ Շնորհակալ եմ շատ Սաթենիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։